Առաջին անգամ զգացի հայ ուժը։ Երագույնն եք դրել, տղաս, երագույնը։ Բայց ապուշներ, բարակ ձայն ուներ ինքը։ Եթե ուզում եք գնացեք։ Գարեջուր խմեցինք, ամբողջով ենք խմում։ Եվ ինքն էլ գումարը փակում է։ Բերեցին մի դույլ հող, լցրեցին մեր խոզած գլուխների վրա։ Արեք ձեզ հող, ջուրն էլ հետո կստանաք։ 23 տարեկան էի։ Ես 5-րդ կուրսում էի արդեն սովորում, 24 տարեկան էի։ 19-20 տարեկան էի։ 65-ին ես այստեղ չեմ եղել։ 23 տարեկան էի։ Այնպես եք գրել, որ դարեր կարդան գանգել լեռների բազմակետերով։ Առաջի կուրսեցի էր, որ 65 թվականին սկսվեցին արդեն բացահայտ դրսևորվել այդ ընդվզման երևույթները։ Այդ օրվան մենք նախապատրաստվել ենք բավական։ Ամբողջ կուրսով մենք չկար դասախոսություն, չկար ժամ, որ մի 10-15 օր այդ թեմայի մասին չխոսենք։ Մեր ուսուցիչներն, ինչպես ասում են, հարցախեղտ են անում այդ հարցերի ուղղությամբ։ Արդեն մեր կուրսում խմբակ էր գործում։ Ինչու չենք կարդում շանթ, ինչ են մեր տարածքները, հատկապես Նախճեվանը, Լեռնային Ղարաբաղը բռնադատվել, տրվել օտար երկրների Ադրբեջանին, որի հետևանքով կուրսեցիներից մեկը բանտարկվեց։ Քերամիջան Կարոն։ Բուռն կյանքով էր համալսարանը այդ ժամանակ։ Համալսարանում գործում էին գեղարվեստական տարբեր ինքնագործ խմբակներ։ Ասմունքի խմբակ կար ժողովրդիկների նվագախումբ, կար Հովանես Չեքեջյանի ղեկավարությամբ երգչախումբ, Խրուշչովյան ձնհալի բարեբերության հետևանքեր մտցվեց մեր մոտ հայ ժողովրդի պատմության դասընթաց։ Ինչպես մենք կորցեցինք Ղարսը, ինչպես կորցեցինք Արևմտյան Հայաստանը, որն էր պատճառը, որ այդպես մենք ենթարկվեցինք ցեղասպանության եւ պատրաստ չենք դիմակայելու այդ ցեղասպանությանը։ Այս նախապատրաստական աշխատանքների ընթացքում մենք արդեն հոգեբանորեն գիտենք, որ լինելու է ինչ որ բան։ 1965 թվականի ապրիլի 24-ի առավոտյան մեզ զգուշացրել էին, որ հանկարծ փողոց դուրս չգաք, խուլիգաններին չխառնվեք։ մոտեցանք դեկանին եւ ասենք, որ մենք գնանք ցույցի։ Ժամը 10-ին ասաց ինչ ուզում եք արեք, ես ձեզ հետ գործ չունեմ, բայց պատասխանը դուք եք կրելու։ Ու դուրս եկանք փողոց 20 հոգով։ Հենց հավաքվեցինք, նկատեցի, որ ինչ-որ պարկեր կան տղաների ձեռքին, մոտեցա, բացեցի, տենամ խոտ ա մեջը։ Եվ շարժվեցինք Իսահակյան փողոցով, Ալեք Մանուկյան, հիմա իշխանակ Բռևյան փողոցով։ Մեզ հավաքեցին համալսարանի նորակառույց շենքի կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում։ Մենք որ ներս մտանք, ժողովուրդը ներս մտավ, ուսանողությունը ներս մտավ, դահլիճի բոլոր դռները փակեցին, որ դուրս չգանք։ Ասանք Զովետի ինստիտուտի մոտ, Զովետի դռները արդեն փակել էին։ 34 լսարանում հայ բանասիրության ֆակուլտետի մենք աղմուկ լսեցինք Չարենցի փողոցից։ Տղաներից մեկը որտեղից մի խորցխոտ գտավ եւ տարավ դրեց այդ ինստիտուտի շենքի առաջ։ Պրոֆեսոր Մկրյանը եկավ, ասաց ինչ եք ուզում։ Աղմուկը դեռ լսվում էր փողոցից եւ ասացինք ուզում ենք գնանք մասնակցենք։ Բայց մի քիչ օր անցանք, հետևից ուսանողները միացան մեզ։ Լուր բերեցին, թե ցուցարարները գալիս են անցնում են Չարենցի փողոցով։ Դռները բացում ենք, դուրս եկեք։ Նույնը կատարվեց արդեն բժշկական ինստիտուտի հետ։ Նրանք էլ խոտը ստանալուց հետո միացան մեզ։ Ասաց չի կարելի, բայց ապուշներ, բարակ ձայն ուներ ինքը։ Եթե ուզում եք գնացեք։ Մենք գալիս էինք այս կողմ, հետևից ամբողջի նման ուսանողությունը միանում էր։ Դռները բացեցին, դուրս եկանք եւ ես տեսա Արդեն կարելի ասել հազարավոր մարդիկ են մեզ միացել, հազարավոր մարդիկ են միացել։ Արջևից գնում էին իմ շատ սիրելի դասախոսներից մեկը Լևոն Ներսիսյանը, նրա կողքին Պարուր Սևակներ, նրա կողքին Հովանես Բադալյան երգիչներ եւ դրանց կողքին Սիլվա Կապուտիկյան բանաստեղծուհիներ։ Մեկ ժամ հետո հասանք մենք հրապարակ Եվ շարժվեցինք դեպի Կոմիտասի այգի։ Մի երթ էր, մի քանի փողոցներով երթեր էին տեղի ունենում, հետո գնացինք բոլորս օպերա հավաքվեցինք։ հրապարակը լիք լեցուն էր։ Ոչ մի միտինգ էլ չստացվեց Լենինի հրապարակում,
Այդտեղ գոչում էին ուղղակի հողերը, թե ինչ հողեր ոչ մեկը չէր կոնկրետացնում։ Հիմնական լոզունգը դա էր՝ մեր հողերը։ Ես առաջարկեցի, որպեսզի բողոք նստենք, ամբողջ հրապարակով մենք նստեցինք։ Շարժվեցինք դեպի Կոմիտասի գերեզման։ Պանթեոն գնացինք։ Այդտեղ ես Կոմիտասի արձանի մոտ կանգնած մի աթոռի կանգնած արտասանել եմ Պարուր Սևակի անլրերի զանգակատուն պոեմից հատված, հոշեցին ու ջնջեցին, հատեցին հաստու բարակ, խաչեցին ու տանջեցին, վառեցին տվին կրակ եւ այլն։ Սևակը ելույթ ունեցավ։ Ժողովուրդը չգիտեր էլ մինչև այդ թե ով է Պարուր Սևակը, ինչ է Պարուր Սևակի գործը։ Ես Պարուր Սևակ եմ արտասանում, ժողովուրդը գոռում է «Մոլադեց Շիրազ»։ Խոսեց։ Ներկայացավ ասաց ժողովուրդ, ես Պարուր Ղազարյանն եմ, գրական անուն էլ ունեմ, Սևակ անունը գուցե քիչ առաջ երիտասարդ իմ ստեղծագործությունն էր ձեզ համար արտասանում։ Վերջում էլ որ իջավ ասում, բայց ինչ լավ բան է այս միտինգ անելը։ Ոնց մենք առաջ չգիտեինք սենց բան կա։ Առաջին անգամ զգացի հայ ուժը, որ մենք ընդունակ ենք, կարող ենք մեր ազգային խնդիրը բարձրացնել, պահանջ լինել, պահանջատեր։ Այդ ամբողջ գիշեր մենք փողոցում ենք եղել։ Ամբողջ գիշեր պտտվել ենք փողոցով եւ ժողովուրդն էլ լցված էր փողոցներում։ Երգում էին, գոռում էին, պարում էին։ Մեր ամբողջ նպատակը հետեւյալն էր։ Ոչ թե դատապարտել միայն ցեղասպանությունը, այլ որ մենք պահանջատեր ենք։ 65-ին ես այստեղ չեմ եղել, գործուղված եմ եղել Ղազախստան, 65-ին ուրիշ էր, 66-ին ուրիշ էր, Կոմիտասի գերեզմանին ենք գնում։ ինձ բանտարկել են 66 թվականի ապրիլի 24-ին։ Հենց Կոմիտասի գերեզմանին ծաղիկ տնելու համար։ Զարմանալիորեն այսօր ծաղիկները այնքան շատ են Հայաստանում, որ բոլոր պսակները ծաղիկներով է։ Դատավճիռը ես բառացի եմ հիշում։ Բայց այդ ժամանակ ծաղիկներ չկար եւ թիթեղյա պսակներ էինք տանում մենք։ Զանցարու Սամվել Պարքևի Մուրադյանը 1966 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքի Լենինի անվան կենտրոնական հրապարակում տրորել է խոտեր, ծաղիկներ խախտելով պետական կարգերը։ Եվ ծաղիկները եւ տերևները պատրաստած էր թիթեղից։ Բանտային պայմաններում ոստիկանը գալիս էր, հող եք ուզում, հա։ Բերեցին մի դույլ հող, լցրեցին մեր խոզած գլուխների վրա։ Արեք ձեզ հող, ջուրն էլ հետո կստանաք։ Պարզապես ներկած էր։ Շատ ավելի կարևոր բան տեղի ունեցավ 67 թվականին Մոսկվայում։ Հայ ուսանողների միությունը կազմակերպեց հայ մտավորականի հանդիպում Մոսկվայի Երևան պետական համալսարանում։ Շատ մեծ ազդեցություն ունեցավ խորհրդային մթնոլորտի վրա։ Վերջացնելուց հետո որոշեցինք մյուս օրը ամսի 24-ին առավոտյան հավաքել թուրքական դեսպանության առաջ։ Լավ միտինգ կազմակերպվեց, Մոտ 50 երիտասարդներով միանգամից որոշեցինք միանգամից հավաքվել, ոչ թե առանձին խմբերով, այլ միանգամից, որպեսզի հանկարծ գան։ Եվ ասեցինք դատապարտել, գոռալ, գոչել ֆաշիստներ, հանցագործներ, մարդասպաններ, մենք ոչինչ չենք մոռացել։ այդտեղ շատ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, որ բաժանեցին թանաքամաններ պատերին խփելու համար, գունավոր թանակով թանաքամաններ էին։ 15-20 օր հետո ոստիկանները շրջափակեցին մեզ եւ պահանջեցին հեռանալ։ Հետո որ արդեն խփել վերջացրել էինք, նայում ենք ձեռներս գունավոր թանակով բան եղած է։ Ոտքերով հարվածում է մեր ոտքերին։ Գլխների ձեռքերով չեն հարվածում, որ չերը վար ուղակի։ Դե հեռացեք, ված կլինի։ Ով բերեց այդ թանաքամանները։ Բերեցին, որ հետո երևի կարողանան որս կատարել։ Մի կերպ ասենք տղաներ դիմանում ենք 15-20 րոպե եւ հեռանում ենք, գնում ենք հայկական գերեզմանոց։ Եվ այդպես էլ եղավ։ Ես երեկոյան երբ որ կաֆեդրա գնացի մեր մոտ, ամբիոն պրոֆեսորը կանչեց մոտը, գիտեր որ գնացել եմ միտինգի, շատ հետաքրքիր մարդ էր Ռագովինը։ Ամբողջ ճանապարհը մեզ ուղեկցում էին ոստիկանները, միլիցիոներները։ Ամենացածր չինը փոխգնդապետներ։ Ձերքերս որ տեսավ, ասեց գնա եւ անից դուրս չգաս։ Հանրակացարանից դուրս չգաս։ Այնքան միջև ձերքերիդ այդ գույնը կանցկացնես։ Իմ կողքով քայլում էր մի գնդապետ, միլիցիոներ, շատ համակրել անձնավորություն, դիմելով ինձ, բա դու ինչես քո երիտասարդական կարիերան, դու ասպիրանտ ես այստեղ վտանգում, փորձում։
Փրկեց փաստորեն։ Ես իմ ամբողջ գերխնդիրը նպատակ իմ ազգին ծառայելն է, ազգային խնդիրը լուծելն է։ Եվ բերեցի օրինակ, ասի դուք դատապարտում եք ֆաշիզմը, Հիտլերին։ Ասացի իհարկե։ Ասես գիտեք, որ Հիտլերը երբ իր հանցագործներին իր բանդային ուղարկում էր ոչնչացնելու սլավոններին, ռուսներին, այլ ազգերին, օրինակ էր բերում, որ Թուրքիա ինչպես ոչնչացին հայերի, մի վախեցեք, ոչ ոք չի հիշում, պատմությունը չի հիշում։ Այդ գործերը կատարեք, այդ դեր համար եք, նա ոչինչ չպատասխանեց։ Բայց այդ օրը շատ հիանալի բան կատարվեց հայկական գերեզմանոցում։ Հայկական գերեզմանատան ցուցանակը, որ գրած էր հայկական գերեզմանատան, Վանովկա, Վագանովկա տղամասում, ընկածը ուզեցին կողել մի միլիցիոներ արգելեց եւ ուշ կիրառեց մեր տղաներից մեկի նկատմամբ։ Ամբողջ հարցն ինչու՞մն է։ Հայկական գերեզմանոցը էստեղ է, դիմացը Վագանկովսկaya կլադբիշչենա։ Արանքով տրամվայի գծեր են գնում։ Մեզ արդեն զգուշացրել էին, որ իշխանությունները որոշել են հայկական գերեզմանները, որ կուլ գնա բանին, Վագանկովյան այդ գերեզմանոցին։ Մի այլհեր մարդ խիստ զայրացած մոտիկացավ այդ միլիցիոներին եւ ասաց, գիտես, ես կոմունիստ եմ, ասաց 4 թվականից թե 8 թվականից չեմ հիշում, եւ ցույց տվեց այդ կոմունիստական կուսակցության տոմսը, հերո կանգնիր, իրանք ճիշտ են։ Ու մեզ անարգել թույլ տվեցին ուղղել դա եւ մտնել տարածքը։ Մենք կողմի վրա բարձրաստիճան միլիցիոներ էր կանգնած եւ երևում էր տարբերվում էր մնացածից։ Նա մի քանի հոգու կանչեց մոտեցանք, ասեց, գիտեք, ես ձեր պատմությանը լավ ծանոթ եմ, հարգում եմ ձեր ազգին, գիտեմ ինչ է կատարվել, ոնց է եղել, դուք հիմա սխալ բան կանեք, եթե դնեք տեղը, դնեք մենք մեկա պիտի իջացնենք, որտեղ հրաման ունենք իջացնելու։ Նա կանգնել ենք մի քանի հոգով մտածում ենք, ոնց անենք, ինչ անենք։ Վերջ, այնտեղ տղաներից մեկը մոտեցավ այդ միլիցիոներին, ասեց, գիտեք ինչ, բերեք մենք դնենք, հեռանանք դուք հետո իջացրեք, բայց այս պահին թող դնենք նոր գնանք։ Մոտեցանք քահանային, խնդրեցինք, նախաղոթեցինք, ման վառեցինք մեր անմեղ զոհերի շատակին, խնդրեցինք, որպեսզի պատարագ իրականացնի, ասաց դա կանենք մի ժամ հետո, ասենք չէ, հիմա պետք է սկսեք։ Մենք մեր միտինգը վերջացրեցինք, այնտեղ երկեցինք, մենք քաջ տոհմի զավակներն ենք չենք վախի, բայց տրամադրությամբ մենք բաժանվեցինք։ 1918-ին իմ տատը վերին արտաշատում զոհվել է, որտեղ թուրքերը այստեղ մտան նաև, չէ։ Իսկանդար Մարտիրոսյան պապաս Արցկե քաղաքից էր։ Մեր գյուղը Վասպորական նահանգի Բերգերի շրջանի գործոյ գյուղն եղել։ Թուրքերի հարձակման ժամանակ 28 օր մի նավակի մեջ մնացել է Վանա լճի վրա։ Ամբողջ Գերդաստան ենթարկում է ցեղասպանության, տատս 2 տարեկան հայրիկիս գիրքն առած գաղթում է դեպի Արևելյան Հայաստան, հորս տալիս ամերիկյան մանկատուն։ 3 հոգով են եղել մի նավակում, կոտորածներից փրկված, որովհետև պապիս ամբողջ ընտանիքը ոչնչացրել, կոտորել են իր աչքի առաջ, ինքը հազիվ կարողացել է փախչել։ Դե Վանի ինքնապաշտպանությանը իմ նախնիները երկու կողմից մասնակցել են եւ քաղաքամեջում եւ Այգեստանում։ Վերք էր ստացել ոտքից, ըստ երևույթին գնդակը մինչև ոսկորին էր հասել։ Ինչպես են ապրել 28 օր։ Եվ հորս այդ անցյալը, որ մասնակցել էր մինչև Սարիղամիշ էր հասել, Գիշերները մոտեցել են ծովափնյակ գյուղերին, թուրքերի թալանած ցորերի հորերից հողը մաքրելով հատիկներ են գտել, դրանով են սնվել։ ապակինվել էր, բայց միշտ սովորություն ուներ, ախ էր ասում։ Իսկ ջուրը հերթով է եղել։ Վիճակահանությամբ ամեն մեկը պիտի գնար ջրի, գժով։ Եվ այդպես էլ ինձ համար մինչև հիմա էլ մութ է, թե այդ վերքի համար էր ասում ախ։ Վերջին օրը ինձ բաժին ընկավ ջուր բերելու գործը։ Ես ասում եմ գնացի, տեսա որ այդ աղբյուրը, որից ջուր էինք վերցնում, լցված է դիակներով։ Թե Սարիղամիշ եւ ապա հետագա առաջ
իրենց թույլ չտվեցին շարժվելու, դրա համար էր ասում, որ երազանքները կիսատ են մնացել, բայց հաճախ ասում էր ախ, Կրացա, որ բոլոր դեպքերում թեկուզ առնաջուր, բայց պիտի խմենք ու ծարավ չենք կոտորվելու։ Ես կրացա, մեկ էլ ասում էր զգացի, որ թուրքերը շրջապատել են ինձ արդեն։ Գտա պապիկիս նագանը։ Ասում եմ մի ատրճանակ ունեինք ընդամենը, գերմանական մի բրաունինգ ատրճանակ կար։ Դա լեգենդի նման այդպես պտտվում էր, բերել էր Վանից։ Կրացած տեղից ասում եմ մեկին խփեցի, երկրորդին էլ ասում է պիտի խփեի, սկսեցի գորգորալ, թե հասեք անուններ տվեցի, այս թուրքերը մեզ շրջապատող թուրքերը փախան եւ մենք կարողացանք այդպիսով փրկվել։ Միշտ էլ զենքը կարողա պետք գար։ Եվ մի քանի անգամ եկել են ստուգելու եւ տարօրինակ բանա նա գցելա պատի այն կողմը, որտեղ ազերիներ էին ապրում։ Պահել են, հետո հետ են տվել։ Հասկանում եք, իսկական հարևանությունն էլ պետքա կարենալ անել եւ ճիշտ անել։ Հենց որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դրդմամբ գլուխ էր բարձրացնում, Խորհրդային Միությունը թուրքերին զսպելու համար մեզ քարոզում էր, ասում էր վեր կացեք թուրքերի դեմ ելույթ ունեցեք։ Պարզ է որ եւ մեծ տերությունները եւ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը եւ Սովետակամությունը հայկան հարցը շահագործել են ըստ իրենց խնդիրները լուծելու համար, դա բնական է։ Բայց հենց որ խաղաղվում, հաշտվում էին նրանք, սկսում էին մեզ ծածտել։ Իշխանությունները որոշակի ուղղվածություն տվել էին այդ ամեն ինչին։ Մենք դրանից չպետք է ինչ-որ վատ լինենք։ Եթե չեմ սխալվում, Մասիսի վրա բաներ էին դրել, բազաներ էին դրել ամերիկացիք ինչ-որ։ Ռուսաստանի համար դա լավ բան չէր։ Իհարկե իրենց շահից եմ խոսում։ Մենք պետք է կարողանանք զուգորդել այդ երկուսը միասին։ Եվ մեր շահերը, եւ հարևան պետությունների շահերը կարողանանք ճիշտ օգտագործել մեր նպատակին հասնելու համար։ Այդպիսի քաղաքականություն գուցե եւ մեծ պետությունները կատարում էին ելնելով այն հանգամանքից, թե ինչ հարաբերություններ ունեն մեկը մյուսի նկատմամբ, բայց ըստ էության դա ժողովրդական բուրն այսպես ցանկության դրսևորում էր։ Եվ դա ներքին պահանջա, եւ դա նաեւ արտաքին կազմակերպված պահանջա։ Մենք պետք է կարող դիմակայել եւ դիմակայել եւ առանձնացնել այդ տարբերությունը։ Այստեղ պիտի կարողանաս ճիշտը գտնել, որ արանքում ճիշտ քաղաքականությունը տանես։ Ես չէի ասի, որ մերոնք շատ ճիշտ քաղաքականություն են վարում։ Ամբողջ Սփյուռքը հենց այդ ցեղասպանության հետևանքն է, եւ ամբողջ արևմտյան Հայաստանը սփյուռքահայերի հայրենիքն է, մեր հայրենիքն է, որ հիմա բռնազավթվել է թշնամու կողմից, թե ինչ ուժեր են դրան նպաստել, քաղաքական ինչ նկրտումներով են արել եւ հիմա ինչ են անում, ինձ բոլորովին էլ չի հետաքրում։ Իմ մարդկային մի կյանքի տևողությամբ ժամանակը ես պիտի ապրեմ արժանավայել ձևով։ Պարարտ հող կար։ Ամեն մեկը ապրում էր այդով։ Կոմիտասի 100-ամյակ, Թումանյանի 100-ամյակ, ինչպես էին նշում։ Քո անմահ թրին պատյան կդարձնենք միայն արծաթյա ձյունը Մասիսի, միակ պատյանը հայոց թրերի, միայն Մասիսն է իղձը դարերի, եւ Անդրանիկի մռնչան ոգին ծիածանաթև իր թուրն էր սրում գերված Մասիսի ժայռե շրթունքին, ինչպես արծիվն է որսի լեռներում, որսի դուրս գալով հույսով սրբաձեր ժայռերին սրում կտուցը իր կեր։ Այս ոգինն է իմ մեջ ապրում, այս ոգին եմ ես փոխանցում սերունդներին։
պատրաստվում էինք երեկույթի, ու շարժվեցինք դեպի օպերայի հրապարակ։ լուսամփոփների մեջ երագույններ դրել եւ պատտվում էին։ Ճանապարհին շատ տարօրինակ բան առաջացավ Սևակի մոտ։ Մկրտիչ Մամրեիչը մեր դեկանը դե մեկ օր առաջ պետք է ստուգել։ Լույսերը որ վառեցինք, տեսավ գուրգ են, արի ինձ մոտ։ Ասեց միգուցե այստեղ բան կա, գարեջրատուն կա։ Անմիջապես ցիրկի կողքն էր։ Ասի ինչ է պատել։ Եվ հետը տալիս էին շատ հաճելի կարկանդակներ։ Ասած տեսել ես այդ գույները։ Մտանք մի գավաթ գարեջուր խմեցինք, ամբողջով ենք խմում։ Ասի այո։ Եվ ինքն էլ գումարը փակում է։ Երագույնն եք դրել տղաս, երագույնը։